Ողջույն, այսօր իմ հյուրը Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Ջոնաթան Շպանկենբերգն է։ Պարոն Շպանկենբերգ, շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար եւ խոսենք հենց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի մասին։ Ինչ նպատակներ ունի եւ ինչ դեր ունի Գերմանիայի հայ համայնքի կյանքում։ Բարև եւ շնորհակալ եմ այս առիթի համար։ Ուրեմն Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը հիմնված է 60-ական թվականներում, երբ հայ համայնքը սկսած է կամաց ավելի մեծնալ։ Առաջին, ասենք հիմնական ուրեմն մարդիկ հայերը, որ եկած են Գերմանիա, որտեղ տասական ասենք սպյուրքի քաղուտ չի եղած ցեղասպանության են իդ, բայց 60-ական թվականներում բավականին արդեն բոլիս են Թուրքիային ասենք հայեր եկան Գերմանիա եւ այդ ասենք աջեցավ եկան միջին արևելքեն, Լիբանանեն, Բարսկաստանեն եւ տարբեր երկրները ասենք հայեր ուսանողներ եւ համայնքը ընդհանրապես բզդիկ համայնքն էր, անշուշտ այնադեն Գերմանիան բաժնված էր դեր արևելյան եւ արևմտյան Գերմանիան կար եւ այդ համայնքները ավելի գազմագերբվեցան եւ ուզեցին ավելի ասենք ինչպես կսեն ամբրելա գազմագերբությունը հովանոցային գազմագերբությունը ստեղծել եւ իր կարելիություններուն համեմատ այդ ասենք խորհուրդը գազմվեցավ կան տարբեր կորձիչներ, որ այդ ժամանակ շատ ակտիվ էին եւ այդ հիմնական նպատակը անշուշտ է հայկական համայնքը ներգայացական մարմին մտալ եւ ուրեմն սկսավ սպառվին անշուշտ է քաղաքական աշխատանքներով հիմնականին Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը շատ մեծ թեր խաղացավ Գերմանիո ցեղասպանության ճանաչման այս գործընթացին մեջ որը դարիներ արավ եւ այստեղ ամեն մեկ սերունդը գրնամ ասել իր թերագադարություն ունեցավ իր մասնակցությունը ունեցավ անշուշտ է 90-ականներուն երբ սովետ միությունը փլեցավ եւ Հայաստանը անկախացավ Հայաստանին շատ ասենք հայեր եկան Գերմանիա մեծ փուլմներ այսինքն այնալ եւ անշուշտ է քաղաքային Գերմանիո քաղաքի ցանկը սկսավ իր դարբեր ասենք քաղաքներու մեջ ալ դարածվել հիմնական մեծ քաղաքներու մեջ չէ ինչպես Բերլինը, Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Շտուտգարտը, այսինքն Մյունխենը այստեղ բավական միշտ ակտիվ համայնքներ կային եւ օրինակ ուրիշ միություններ ալ մաս կգազմեն Գերմանահայոց կենտրոնական խորհրդին ինչպես բժշկական միությունը գործադիրներու միությունը, հոմետմենը դարբեր դեսագի, այսինքն միություններ եւ համայնքներու միություններ, որ ոչ եկեղեցական ասենք համայնքներն են, բայց մեր Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ասենք համագործակցությունը առաջնորդարանին հետ միշտ ծեր եղած է եւ տեսմանադան հետ անշուշտ դարիներ յետ երբ այդ եղավ եւ հիմնականին այսինքն գսպաղվինք մեր կարելիություններն ալ շատ լայն չեն, բայց գսպաղվինք քաղաքական համահայկական հարցերու իմաստով հատկապես այս վերջին հանգրվանին անշուշտ է Արցախի այս ամբողջ ողբերգությունն ալգարնամ ասել մեզի շատ մտահոգեց Հայաստանի վերաբերյալ ինչ այստեղ տեղի ունենա մոդեն գեհդեվինք, բայց մենք կսպաղվինք համահայկական ասենք հիմնահարցերում շուրջ եւ այս առումով ասենք մեր գաբը ներգա ժամանակին քաղաքական Գերմանիո դաշտին հետ այս հիմնահարցերուն շուրջը Արցախի շուրջ Հայաստանի անվտանգությունը եւ անշուշտ է բադանտները օրինակ որ Բաքվի մեջ են եւ Գերմանիո համայնքի գործենք անշուշտ է կողքին գնալ երբ ներք քաղաքական նյութ մգլա լարասիստական իմաստով կային այդտեղ կորշքայլերը եւ այլն այդտեղ անշուշտ է մեր ցայնապարսասեն մեր գաբերով փորձել այս հարցը հայանպաստ ասենք մոդեցումներ ունենալ իսկ ստացվում է ձեռք բերել հասնել հայանպաստ որոշումների այսինքն մենք գրնամ շատ հստակ ասել այդ հզոր հայկական քաղաքներեն չենք բայց էֆեկտիվ քաղաք ենք եւ շատ դարբեր ասենք համայնքներ կան, որ շատ ակտիվ են եւ դարբեր խումբեր կան եւ բոլորը մենք չենք ներկայացնել կենտրոնական խորհուրդ, բայց
Գերմանիո ասենք քաղաքական դաշտի մեջ ջանցված ասենք ուժ մնենք, այսինքն եթե ես քաղաքական պատգամավորներու կամ արտաքին գործոս նախարարության հետ գաբի մեջ մտնեմ, այսինքն մեզի նկատի կառնեն եւ այդ ասենք մշտական աշխատանքը պետք է եւ մենք իբր համագիրներ ենք, այսինքն պրոֆեսիոնալ կուրս չի գա իրականության մեջ եւ այդ առումով անշուշտ գարելիություններ դալ մասնավոր այո, այսինքն լայն չեն, բայց գործենք կամած այս ավելի ընդլայնել։ Գտնամ ասել անցյալին հաջողություններ եղած են, ինչպես ասի, այսինքն Գերմանիայից կենտրոնական խորհուրդը ցեղասպանության ճանաչման մեջ մեծ դերակատար եղած է, ոչ միայն ուրիշներ էլ եղած են, եկեղեցին եղած է եւ Գերմանիո քաղաքական դաշտի մեջ, բայց որտեւ այդ գաբը ստեղծված է եւ այդ պետք է հարաբերության նման է, պիտի լավ նայես, պիտի մշտական ասենք հոգ տանես եւ այդ առումով այս նոր նյութերը գրցանք հիմա ոչ թե բացահայտորեն օրագարկի բերել, բայց գտնամ վստահեցնել Գերմանիո բարձր քաղաքական խավերու մեջ օրագարկի վրա է եւ պիտի շարունակվի այս հարցը հիմնականին բադանտներու հարցը վերջին այս ամիսը այս ամսուն սկիզբը ուրեմն Զվիցերիո պատգամավորումը որ ինքը հիմնական նախաձեռնողն է Զվիցերիո խաղաղության այս գործընթացին հրավիրած էինք Բունդեստագ եւ այդտեղ հանդիպումներ կազմակերպած էինք որ ներկայացվի այս նախաձեռնությունը Զվիցերիո խաղաղության նախաձեռնությունը Արցախի կամ Ղարաբաղի վերապերյալ Առհասարակ շատ կարևոր է որպեսզի մենք հասկանանք թե այդ նախաձեռնությունն ինչ է իրենց ներկայացնում մանրամասները, անդամները, նպատակները եւ ինչ գործիքակազմ ունեք Ուրեմն Զվիցերիո խաղաղության նախաձեռնությունը սկսավ Զվիցերիո պատգամավորումը, որ այսքեց 1 կամ 1.5 տարի առաջ Հայաստան հաջախած էր եւ իր առաջին ասենք այցելությունն էր Հայաստան Էրիք վոն Թոբելը Եվ ինքը ուրեմն այստեղ շփվեցավալ ինքը պատգամավոր է Զվիցերիո պարլամանի մեջ եւ նաեւ արտաքին գործոց ուրեմն Ազգաժողովի այո պարլամանի եւ երբ Հայաստան հաջախեց ուրեմն ուզեց շփվել բռնի դեղահանված արցախցիներու հետ եւ այդտեղեն սկսավ իր մեջ այս ասենք աշխատիլ Եվ խոսք տվավ այդ անձերուն, որ ինքը փամը պիտինի, բայց այդ ինչ բնույթ ունի, չեր գիտեր այդ վարգանին, բայց կորձի մարդ է, ես երբ ծանոթացա այս տարի իրեն, տեսա ուղղակի ինքը իսկապես ընող մարդ է։ Երբ վերադարձավ Զվիցերիա, ինքը փանացևը պատրաստեց, ուրեմն արտաքին գործոց այս հանձնախումբի մեջ, եւ որ գխոսի վերադարձի իրավունքի մասին եւ այդտեղ գլոր սեղամը ստեղծել Ադրբեջանի եւ բռնի դեղահանված Արցախահայության միջև։ Իրեն շատերը ասին որ այսի չանցնիր, այսինքն արտաքին այո։ Ու անցավ արտաքին գործոց այս հանձնախումբի մեջ, պարլամանի մեջ անցավ։ Ետքը անցավ երկու բաները կան, դուները կան եւ այսինքն մեծամասնությամբ անցավ Եվ գբարդատրե այս բանացևը Զվիցերիո գործադիր կառավարության, որ ինքը այս միջազգային ֆորումը ստեղծե։ Այսինքն, ասենք օրենսդիրը դվավ այդ կամ գբահանջե իր գործադիրեն, որ այս միջազգային ֆորումը ստեղծե։ Հիմա այդ միջազգային ֆորումը եթե որ իրականանա համաշխարհային աջակցություն պետք ունի։ Եվ այդ առումով որ ինքը եկավ հաջախեց Գերմանիա, որ այս առումով Գերմանիո ասենք ներկայացնենք այս ընդհանուր գործընթացը կամ այս նախաձեռնությունը ատկեց առաջ հուլիսին Ամերիկային եւ նամակալ կացած է այսինքն Trump-ի administration-ին եւ իրենք ընդհանուր եւ հատկապես նշված է այդ նամակի մեջ, որ 87 կոնգրեսմեններ ստորագրած են, որ վերադարձի իրավունքի իմաստով կորձնական այս կորձիկը, այսինքն օգտագործեց Զվիցերիո այս նախաձեռնությունը։
Եվ այդ առումով շատ կարևոր է, որ այս մոմենտումը կամ այս վարքյանին այսի քաչալերվի, որ Զվիցերիո կառավարությունը դեսնե, որ այո հետաքրքրություն կա, հարցը չէ վերցած եւ այդ, ասենք մեր խոսակցությունը կա հանդիպումները Բունդեսթագի մեջ, կրնամ շատ անգամ ասել, թյուրին չէին, բայց գային դարբեր տեսակի շինիչ քայլերալ, որոնց վրան մենք մեր այս աշխատանքը պիտի տանենք, ասենք մեկ հանդիպումով հարցը չի լուծվի, բայց նվազագույնը կնամ ասել, կորզատիրը եւ օնենստիրը եւ հիմնական թերագադարները այդ ուղղությամբ դեղյակ են այս հարցով եւ ինչպես էսի պիտի շարունակենք աշխատանքը։ Նախաձեռնության անդամներից է նաև միջազգային քրեական դատայի նախկին գլխավոր դատախազ Լուի Մորենո Օկամպոն, ինչ կոնկրետ ավանդ է բերում նա այս գործընթացին։ Ուրեմն Լուիս Մորեն Օկամպոյի հետ աշխատանքը իմ անձնական ասենք շփումը դեղի ունեցավ, որտեղ իրեն 2024 թվին հրավիրած էինք իբր հիմնական key speaker ապրիլ 24-ի մեր դարեգան ուրեմն ցեղասպանության հիշողության ասենք միջոցառմանը, որը դեղի կունենա Պաուլսկիրխի մեջ, որը շատ պատմական վայր է Գերմանիո պատմության մեջ, առաջին պարլամանը այդտեղ եղած է, եւ ինքը այդտեղ, այսինքն մի քանի ամիս անցած էր բռնի դեղահանված, ասենք ցեղասպանված Արցախի ժողովուրդը, այսինքն այո այդ մեծ զոհերու թիվը չի կա, բայց միջազգային օրենքի իմաստով այդտեղի եղածը ցեղասպանություն էր, պետք է հստակ ասենք, եւ այս առաջինը, որ նշեց այդ Լուիս Օկամպոն ինքը եղած է։ Այդ ասենք ժամանակ փախտով եղավ, որ մենք ուրիշ հանդիպումներ կազմակերպած էինք այդ ժամանակ միջոցառում են իդ նորեն արտաքին գործոս նախարարության մեջ եւ Բունդեսթագի մեջ ու Լուիս Օկամպոն ալխոսեցավ, բադանտներու հարցին անդրադարձավ եւ այդտեղ սկսանք մենք ծևոմ իրար հետ աշխատել եւ եղա, այսինքն մի քանի ամիս առաջ էր COP29-ն եւ այդ ժամանակ ուրեմն Free Armenian Hostages as շարժումը սկսանք ոչ իբր կենտրոնական խորհուրդ, այլ այսինքն բաց է բոլորին, բայց մենք ան մասնակցեցինք, ես էլ մասնակցեցա ակտիվորեն եւ որ հատկապես բարձրացնենք ասենք բադանտներու հարցը։ Այս գործընթացին մեջ են մեր ասենք գաբերը այս հարցերուն շուրջ ավելի ընդլայնվեցան եւ այդ ուղղությամբ Զվիցերիո այս նախաձեռնության հետ գաբը ստեղծվեցավ եւ Լուիս Օկամպոն իր գաբերով գաչակցի, որ այստեղ իսկապես հաջողություններու հասնենք։ Օրինակ կնամ ասել, հիմա այս երկու օրն է Ժենևայի մեջ դեղի պիտի ունենա կամ դեղի կունենա ուրեմն համա պատգամավորներու ընդհանուր ժողովն է, այսինքն համաշխարհային պարլամենտներու ժողով գլա եւ կարծեմ ամեն հիմնական եթե չսխամ 150 տարվա գազագերբությունն է եւ Սկոտլանդացի պատգամավորը որ մաս պիտի գազմի այդ ժողովին որ տարեկան դեղի կունենա ինքը այս հարցը պիտի բարձրացնի, այսինքն Զվիցերիո նախաձեռնությունը, խաղաղության նախաձեռնությունը ուրեմն Զվիցերիո արտաքին գործոս նախարարենկով եւ այս ուղղությամբ այսինքն փորձենք ամեն կողմեն այդ հարցը բարձրացնել Օկամպոն գրնամ ասել շատ գողջունի այս Զվիցերիո քայլը որովհետեւ իր դեսանգույնին ինքը շատ հստակ է Արցախի հայությունը ներգայացություն չունի եւ եթե առնենք խաղաղության այս գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ շատ հստակորեն Արցախի դժբախտաբար Արցախի հարցը այդտեղ հիմնականին ներկա չէ, բայց այդ չի նշանակեր որ ուրիշները այդ առումով պետք չէ, այսինքն պատասխանատվություն անեն, որտեղ այստեղ մեծ ոչիրներ կան, միջազգային օրենքի խախտումներ կան եւ իմ անձնական համոզումս է որ ես պետք է այստեղ ակտիվ լինեմ, այսինքն չեմ գտնալ լրել եւ գործենք բոլոր այս շինիչ ուժերը գետրոնացնել կոնկրետ բաներ հասնելու համար, որոնք այդ ֆորումը եթե իրականանա, այսինքն գտնանք ասել որ
քայլը արժև ենք եւ այս պիտի ինվաստ լա իսկապես խաղաղության։ Իսկ իրավական առումով ինչ փաստարկներ եւ մեխանիզմներ են օգտագործվում Բաքվում հայ գերիների հենց ապօրինի ազատազրկումը փաստելու եւ նրանց վերադարձը պահանջելու ուղղությամբ։ Օրինակ կրնամ նշել նախ ասեմ առաջ որ անդրադառնամ ճիշտ այս հարցին 3 մագարտակ աշխատանք կա, գա քաղաքական աշխատանքը, գա իրավապանական աշխատանքը, գա եւ մեդիայի եւ հասարակական ասենք աշխատանքը, որ այս հարցը մանավանդ բադանտներու հարցը երևելի մնա։ Մամուլի մեջ լա միջազգային, որ ավելի դժվար է, լա հայկական, լա հասարակության մեջ, որ այս հարցը չլուծված։ Ասենք մեր եղբայրներն են պետք է դունքան եւ պետք է ամեն ուժով փորձենք իրենց այս ազատության մեջ բերել։ Ուրեմն իրավապանական կետնի վրա ամեն անշուշտ չեմ գնար հրաբարակային օրեն խոսել, բայց գիտեմ լուրջ աշխատանք կա։ Մեկը այն էր, որ նախ ասկեց մի քանի շաբաթ առաջ այդ ուրեմն UN arbitrary խումբի մեջ այդ Լուիս Օկամպոն հատկապես իր նոր ռիպորտը հրատարակեց, որ այդտեղ գաբերգան սոկարի հետ եւ Ադրբեջանի եւ այլն։ Հիմա աշխատանք կդարվի բադանտները, որտեղ մեկ խումբով մենք պետք չէ տեսնենք միան, այո, իրենք բոլոր 23 ասենք կիծված անունները, կան շատ անհայտ գործածները, անոնց հարցը ավելի բարդ է, բայց այդ 23-ին անունը որ գիտենք, որ մեջը կա Արցախի քաղաքական եւ ռազմավարական ասենք ղեկավարությունն ավելի բարդ է եւ կան անշուշտ քաղաքացիներալ եւ դեր ամեն անհադի վերաբերյալ հadoop մոդեցումը լալ առաջինը հիմա Վիկեն Օջեկչյանի որ Լիբանանահայ է, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիալ է նոր ուրեմն petition-ը ներկայացվեցավ UN-ին մոտ, այո, որը կպահանջի իր անմիջական ազատ արձակվելը եւ այդ իրավապաններեն մեկը այդօրն է, որ Ժուլիան Ասանժին, այսինքն պաշտպաններեն էր։ Այսինքն այս կանը գտնամ այս հանգրվանին ասել շատ լուրջ աշխատանք կդարվի իրավապանական կետնի վրա առաջին օրինակը այս դեր պիտի կան ուրիշ ասենք քայլեր, բայց ամենակարևորը քաղաքական ճնշումն է, որտեվ այսօր մենք կրնանք ասել, որ արիթմը ունենք Թրամփի միջոցով իսկական ճնշում մեջտեղ բերել, որտեվ խաղաղության այս ասենք գործընթացը կա, նույնը Թրամփի ասենք գարավարության կամ Թրամփիկով ծանոթ է, բայց հոնչի վերջանալ եւ իրավապանականը ճնշումին մեկ մասն է, քաղաքականը երկրորդ մասն է։ Եվ Շվեյցարիայից խոսենք, ինչ առավելություն է տալիս Շվեյցարիայի չեզոք եւ միջազգային իրավունքի կենտրոն լինելը Բաքվի վրա կոնկրետ ճնշում գործադրելու գործընթացում, արդյոք ստացվում է։ Ուրեմն Շվեյցարիո խաղաղության նախաձեռնության իսկապես խորքը նախ ստեղծել է գլոր սեղամը, որը ցայն գուտա ասենք արցախցիներուն եւ ոչ Հայաստանի գնա Հայաստանը մաս կազմել, եթե ուզե, բայց այդ ցայնը նախ չդրված իրենց եւ երբ որ Արցախայությունը որոշե որ ինքը գուզե վերաթարնալ, այսինքն իրենց որտեղ իրենք զոհերն են իրականության եւ միջազգային խախտումները իրենց թեմ եղած է եւ անշուշտ Ադրբեջանը պիտի ճուզե, բայց երբ որ միջազգային ասենք հրամայական կա, ասե որ եւ գա, այսինքն գա 17 նոյեմբերին այդ որոշումը միջազգային քրեական բանեն դատարանեն, որ վերաթարնելու իրավունքը պետք է դեղի ունենա, բայց կորձնական օրեն քաղաքական եթե աջակցություն չունենա, այդ տեղի պիտի չունենա, որտեղ Ադրբեջանը պիտի հարցը լուծված է։ Երբ որ Շվեյցարիո կառավարությունը գսկսի իսկապես այդ ֆորումի գերտման կամ այդ գլոր սեղանի նույնը կորձնական օրեն իրականացնել, ճնշումը կբարձրանա, որտեղ պիտի մասնակցի Ադրբեջանը, կրնա ասել դուրս կմնամ։ Եվ այդ առիթ կուտա այս հարցը, որ անդեսված է, նվազագույնը իդ միջազգային, այսինքն օրակարգի վրա բերել, որտեղ չի գտնալ որ անդեսվին
այս հանցը եւ մենք խաղաղության մասին խոսել։ Եվ այդ համոզումով է, այդ ասենք հոգիով է, որ նախաձեռնողը հիմնականին, որ ինքը անհատ մներ, բայց յետքը արդակին կորձոց հանձնախումբ եղավ Զվիցերիո, որ նախաձեռնեց եւ այդ քայլը արավ։ Ինքը ինքնին հրաշք մնե, հա։ Բայց նորենալ գփաստե, որ կորձն է վերջիվերջո, որը գշարժե, եթե հանցնվիս, այսինքն ասես ընդհանրապես փամը չի շարժի կամ փամը պիտի չի փոխվի, արդեն պիտի չի փոխվի, բայց ես կտեսնեմ, որ արիտներ կան եւ Երանի Հայաստանենալ կառավարություն ես կասկնամ իրենց համար շատ բարդ է, վախերալ կան, գփորձեն այսիգա ավելի անդեսել, բայց հույսս չեմ գտել եւ գիտեմ ուրիշներ կսպառվեն այս առումով։ Բաքուն պարբերաբար հայտարարում էր ամեն դեպքում 20 թվականի պատերազմից հետո, որ արցախահայերը կարող են վերադառնալ եւ ապրել որպես ադրբեջանի քաղաքացիներ։ Նախաձեռնությունը շվեյցարական նախատեսում է ինչ-որ անվտանգային երաշխիքների վերաբերյալ դիմում կամ գործընթաց սկսել, որպեսզի արցախահայությունը կարողանա վերադառնալ եւ արդյոք դիտարկվում է ադրբեջանի քաղաքացի որպես վերադարձը, թե մենք նաեւ այստեղ լեգիտիմության եւ ինքնորոշման խնդիր պետք է դնենք։ Ճիշտ արդեն այս է հարցը։ Այսինքն հարցը պիտի այսինքն եթե իրենք վերադառնան, մենք ունենք բադանտներուն օրինակը։ Այսինքն Ալիևը շատ հստակ գիտե ինքը ինչպես հոգեբանական պայքար կտանի, այսինքն Արցախահայության եւ հայության ընդհանրապես թեմ հայկերիները բադանտները բահելով եւ այդ սիգնալ մնե Արցախահայերուն եթե վերադառնաք, այս է ծեր ճակատագիրը։ Անոր համար, այսինքն միջազգային գարանտիներ պիտի լան, ապահովական, որ այս ժողովուրդը, այս մարդիկը, որ իրենց հողերն է, այսինքն իրենց դուներն են, իրենք իրավունք ունին վերադառնալ, իրենց բաբենական հողերն է, տարածքներն է, սեփական դուներն են, ապահով պիտի լա։ Այդ ապահովությունը ինչ տեսակ, ինչ բնույթ պիտի ունենա, չենք կրնար այս վարքյանին ասել, բայց պետք է ադիգա խոսվի եւ միջազգային, ասենք, երաշխիք ունենա։ Ճիշտ հիմնահարցը այս է, այսինքն ես չեմ ենթադրել, որ Արցախահայը առանց այս ասենք գարանտին վերադառնա եւ անոր այդ փանակցելու կորձընթացը կամ միջոցը դալու համար Զվիցերիո նախաձեռնությունն է եւ Զվիցերիան ինչպես հարցրեցիք շատ մեծ փորձառություն ունի այդ չեզոք միջնորդը լալու եւ բայց պայման չէ նույնիսկ Զվիցերիանը լա, բայց Զվիցերիան կորձնական քայլ արավ եւ պետք է մենք իրեն աչակցենք իբր միջազգային հանրություն գրնա ադի նոր բնույթ ունենալ, այսինքն եւ Զվիցերիան ունի լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ, այսինքն պետք չէ մոռանանք այդ եւ շահեր կան այսպիսի բաներ կան, բայց չենք կնալ անդեսել այո։ Եվ մարդասիրական գործընթացներից խոսենք նաև գիտենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է գործունեությունը Բաքվի պահանջով Ադրբեջանում եւ այստեղ կարող է Շվեյցարիան օգտագործել այնտեղ իր միջազգային կազմակերպություններին կամ նաև շվեյցարական ձեր նախաձեռնությունը անդամների դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով նրանց տեսակցություն կազմակերպել եւ մարդասիրական գործընթացը գոնե ապահովելու տեսանկյունից։ Այո, վստահ անալ կարևոր ասենք գետ մնե, որ միջազգային Կարմիր խաչի հիմա ներկա չէ, արգելված է իրեն այցել է բադանտներուն եւ այդալ հստակ ասենք քայլ մնե Ադրբեջանի կողմը այս ամբողջ շոու տրայելները, ցույցի շոու տրայելները մանիպուլյացիան են եւ դերը պետք է բեդությունները մտնեն։ Մենք այդ արումով Գերմանիո կետնի վրա գործենք աշխատել, որ Գերմանիո ասենք տեսփանադուն օրինակ գրգե իր դիտորդները նորեն գսեմ կան բզդիկ հաջողություններ, բայց ավելիով մշտական աշխատանք Զվիցերիո մասին չեմ գնար ես անցամբ ավելի խոսիլ, բայց գուզեի աս արիթը օգտագործել, ասել, որ ովևէ մեկ երկրի մեջ, ուր անհայեր կան մտահոգված մարդիկ կան գրնան այս ուղղությամբ աշխատանք տանել եւ զուտ գաբիլ իրենց
քաղաքական դաշտին հետ լան իբր միություն կամ իբր անհատ այս հարցը բարձրացնելով ասելով այս է խնդիրը միջազգային Կարմիր խաչը նույնիսկ չի գնար խոսիլ կամ գաբվիլ հայ բադանտերն հետ դուք կացեք եւ այդ գարելիությունները կան բայց ժողովուրդը պիտի մասնակցի քաղաքական ասենք տարբեր եթե հոսանքներ այդ ուղղությամբ լան տարբեր երկրները կկաչարերվին իմ փորձառությունս ան է շատ հարցերու շուրջ եվրոպական ասենք քաղաքական դաշտի մեջ անդարբերության մեկ հիմնահարցը դեղյակ չլալն է եւ մենք կզարմանք ասենք հայկական հարցերը անդեսված են իրենք գեհեդևին բայց իրենք այդքան մանրամասն չեն հետևել քաղաքական կորզիչները մշտական պիտի հիշեցնես այս հարցն ագա եւ անիկա պիտի գիտնաս նրբություններ կան ինչ տեսակ պիտի ներկայացես որ պիտի չի քանի ինքը եթե դու բանջները տնես այդպիսի մեծ ծևով ինքը պիտի ասես անգարելիություն մնե բայց երբ որ գիտնաս հիմնահարցերը եւ բանջես ոչ թե նվազագույնը այլ հասանելի կայլմը գնա գործընթացը սկսել չէ թե պիտի անդիսվի մեկ կդոր նամակներու այսինքն շարքը պիտի երթա աղբաման Եվ դուք նշեցիք, որ ֆորում նախաձեռնության առաջնային քայլը ֆորումի կազմակերպելն է կլոր սեղան քննարկման, որտեղ Արցախայցյան ներկայացուցչության հարցն է լուծվելու։ Որպես հաջորդ քայլ նախատեսվում է առավելապես ուշադրություն դարձնել գերիների եւ նրանց վերադարձի կազմակերպման ուղղությամբ աշխատանքներին, թե շարունակելու ենք Արցախայցյան ներկայացվածության եւ նաեւ ինքնորոշման հարցի բարձրացումը տանել առաջ։ Արցախայությունը ինքը պետք է գիտնա ով պիտի ներկայանա, բայց Զվիցերյան այդ ֆորումը պիտի ստեղծի, եթե պիտի ստեղծվի եւ ինչ ծևով պիտի լա, այդիկա այսինքն այս կորձընթացի մեջ պիտի երևելի դառնա եւ այս մեծ ասենք առավելություն մնալ իսկական խաղաղության հասնելու համար, որտեղ այդ պիտի իսկապես այս հիմնահարցը եթե անդեսվի անգարելի է իսկական խաղաղություն դառնա երկու դարբեր նյութեն բայց շատ գաբված են իրար հետ այսինքն Զվիցերիո խաղաղության նախաձեռնությունը հատկապես բադանտերուն հարցը չի բարձրացել բայց անուղղակորեն շատ հստակորեն կբարձրացե որտեղ այն այդտեղ դեր պիտի ունենա բայց շատ ավելի լավ պիտի լար եթե բադանտները ավելի գանուխ ազատ արձակվին եւ այդ առումով կրնանք մենք աշխատել կրնամ ասել մինչեւ հունվար 31 Ալիևին ասել պետք է ազատ արձակես, որտեղ թունես այն բաժարը, որ Թրամփը խաղաղության Նոբելյան մրցանակը չի առնել։ Այսինքն շատ հստակ պետք է ասենք։ Այսինքն Թրամփը շատ հստակորեն գուզե եւ այս տարի չարավ։ Եվ վստահ եմ, որ ինքը շատ ներված է։ Այսինքն մեզի արիթմեր է։ Անգախ մեկը Թրամփին հետ է, Թրամփին թեմ է, ամերիկացի է, ոչ ամերիկացի, ես Թրամփին հետ համացայն չեմ շատ կեդերու մեջ, բայց եթե քաղաքական առումով ջնջում գուզենք բարձրացնել, մեզի արիթմն է ասել, որ բարոն Ալիևը գա, դիկտատոր Ալիևը գա, որ քեզի ինքը գսե, դու պետք է շահիս Նոբելյան մրցանակը, որտեղ խաղաղություն ստեղծեցիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որ անալ այսինքն շատ մգասկածներ ունի մեզ, բայց նվազագույնը մինչև հունվար 31 թող փաստի եւ ազատ ցկե։ Եվ մեր հերոստատիտողներին ասենք նաեւ ինչու հունվար 31, որտեղ հունվար 31-ին այդ թվականն է, ուր եկող տարվա ասենք Նոբելյան մրցանակի այո, մինչև այդ թվական գտնաս մեգումա անվանել, որ այսինքն Նոբելյան մրցանակին արժանի է, եթե Օսլոյան կոմիտեն ընդրե այդ ուրիշ նյութ է, բայց Թրամփը կսպասե եւ գտնանք միասին համահայկական այստեղ կորձնական շարժիլ այս միտքով, գուզեի այս հարցազրույցին ասենք ամփոփիչ կետմը։ Այո։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Հիշեցնեմ, որ իմ հյուրը Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Ջոնաթան Շպանկենբերգն է, շնորհակալություն կհանդիպենք։